Օրերս Հայաստանի կենտրոնական բանկը ամփոփող թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, նման որոշման մասին հայտարարեց։ Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կենտրոնական բանկի հիմնական գործիքակազմն է, որով կարգավորում է գնաճը, այն փորձելով պահպանել թիրախային մակարդակում։ Եթե գնաճը բավական բարձր է, կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման փորձում է զսպել թանկացումները եւ հակառակ գործընթացի դեպքում նվազեցնում է կամ այլ կերպ ասած թույլատնում է դրամավարկային քաղաքականությունը։ Ինչպես նշեցինք, օրերս կենտրոնական բանկի խորհուրդը որոշում կայացրեց ամփոփող թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը պայմանավորված է գնաճի հետ կապված որոշ մտահոգություններով եւ մտավախություններով, իրականում պահպանվող մտահոգություններով եւ նաեւ որոշակիորեն ավելացած մերձավոր արևելյան զարգացումներով պայմանավորված։ Ինչու պահպանվող, որովհետեւ եւս մեկ անգամ այս տարվա ընթացքում կենտրոնական բանկը նորից ունեցել է որոշում վերաֆինանսավորման տոկոսադրույքն ամփոփող թողնելու։ Դուք ձեր էկրաններին կտեսնեք վերջին 1-2 տարիների ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխության կորը եւ հատկապես 2025 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ նկատելի է վերաֆինանսավորման տոկոսադրույքի թեև նվազող տրենդ, բայց բավական զգուշավոր նվազեցմամբ։ Այսինքն տևական ժամանակ տոկոսադրույքը հիմնական թողնվել է նույն մակարդակի վրա եւ միայն 25 թվականի դեկտեմբերին 0.25% կետով նվազեցվել։ Եվ ահա այս տարվա փետրվարին եւ մարտին կենտրոնական բանկը նորից ամփոփող է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Տեսեք, խոսեցինք որոշ մտահոգությունների, մտավախությունների եւ ռիսկերի մասին կապված տնտեսական հնարավոր զարգացումների եւ մասնավորապես այդ թվում դրանց գնաճի վրա հնարավոր հետևանքների մասով։ Նույն մերձավոր արևելյան զարգացումները թեմա, որին մեկ անգամ չէ, որ անդրադարձ ունեցել ենք, այդ թվում նաև որոշակի մտահոգություններ եւ մտավախություններ հայտնելով, որ այդ զարգացումները կամ դրանց տևական ընթացքը կարող են առաջացնել առաջին հերթին հենց նույն թանկացումների հնարավոր ազդեցություններ։ Փաստացի կենտրոնական բանկը հենց այդ մտահոգությունով է նաև պայմանավորված բավական զգուշավոր քաղաքականությունը եւ մոտեցումը դրամավարկային քաղաքականությունն ամփոփող թողնելու հետ կապված։ Իդեպ դրա մասին նաև կենտրոնական բանկի խորհրդի կողմից հնչեցվել է որպես մեսիջ, որպես մտավախություն, որ մերձավոր արևելյան զարգացումները Հայաստանում կարող են գնաճն արագացնել 1.2-ից 1.7% սահմաններում։ Հնչեցած հարցին ի պատասխան նաև եղել է դրական հաստատում առ այն, որ նույն կենսաթոշակների ավելացումը եւս կարող է որոշակի գնաճային ճնշումներ ավելացնել։ Փաստացի մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, երբ թանկացումների հնարավոր նոր ալիք կարող է մեզ սպասվել, բայց ամբողջ խնդիրը կանում է նրանում, որ այդ ալիքը առանց այդ էլ կարծես թե ակտիվացած, կարծես թե էլ ավելի մեծ թափ հավաքած թանկացումների ֆոնին է։ Պարզապես հիշեցնենք մեր երկրորդ պատկերով, որ այս տարվա փետրվարի վիճակագրությամբ Հայաստանում առաջին անհրաժեշտության պարենամթերքը գրեթե ամբողջ պարենամթերքը, բոլոր տեսակները էական թանկացում են ունեցել, որոշ ապրանքների մասով կան հստակ սեզոնայնությամբ, ուրեմն պայմանավորված ազդեցություններ գործոներ, բայց փաստն այն է, որ մենք առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների եւ պարենամթերքի մասով ունենք բավական այսպես թանկացումների ֆոն եւ այդ ֆոնին նորից կրկնենք մտահոգություններ եւ մտավախություններ հետագա թանկացումների մասին, ինչի մասին նաև խոսում է կենտրոնական բանկը։ Տեսեք, հատկապես արտաքին գնաճային ճնշումներով պայմանավորված ռիսկերն ու մտահոգությունները, որոնք այսպես ձևակերպենք, այնքան էլ կառավարելի չեն, ընդհանուր առմամբ բնական է, որ պետք է լինեն օրակարգում, պետք է լինի կենտրոնական բանկի ուշադրության այսպես ծիրում եւ անհրաժեշտության պարագայում դրամավարկային քաղաքականության որոշակիորեն զսպվի։ Եթե մենք ունենք այս մտավախությունները, ապա երևի թե սխալ չի լինի առնվազն ենթադրելը կամ ունենալ վարկածը, որ առաջիկայում չի բացառվում կենտրոնական բանկը նորից խստացնի քաղաքականությունը, այն է բարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Թե ինչ ազդեցություններ է դա ունենում տնտեսության վրա, երևի թե հայտնի է բոլորին, մասնավորապես վերաֆինանսավորման տոկոսադրույքը դրամի էլ ավելի ամրապնդման հիմք կարող է լինել կամ ազդել նման զարգացումներին։
Բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքը տնտեսական աճի որոշակի դանդաղեցման գործոն եւ պատճառ կարող է լինել եւ հետեւաբար դրամավարկային քաղաքականության խստացումը տնտեսական աճին հակադարձ, ուրեմն հակասող որևէ զարգացում կարելի է նաեւ բնութագրել։ Սա մի կողմ, բայց խնդիրը կանում է նրանում, որ մերձավոր արևելյան զարգացումներով պայմանավորված այդ հնարավոր գնաճը չի սահմանափակվում միայն համաշխարհային, այսպես գնաճային ճնշումներից, այսինքն առևտրային շղթաների, լոգիստիկ շղթաների խաթարումներ, նավթի գների աճ, որը հիմնական արտադրանք է եւ դա ընդհանուր այդպես ազդեցություն է ունենում ընդհանուր գների վրա։ Բայց պետք է ասել, որ մենք ունենք ռուս-ուկրաինական ուրեմն ճգնաժամի պատերազմի նախադեպը դեպի մեր տնտեսություն իր հնարավոր զարգացումներով եւ թեև այսօր Իրանից Հայաստան առանձնապես հոսքեր կարծես թե նկատելի չէ, բայց նաեւ բացառված չէ, որ նման հոսքեր կարող են լինել։ Այսինքն արկա գործոններին, թանկացումներին նպաստող նախադրյալներին որպես մտահոգություն կարելի է ավելացնել նաև հնարավոր հոսքերով պայմանավորված ներքին պահանջարկի աճը, ինչը ևս լրացուցիչ գործոն կարող է լինել թանկացումների համար։ Եվ նաև կենտրոնական բանկի մտահոգությունը, որ մերձավոր արևելքում ռազմական զարգացումների շարունակականության պարագայում Հայաստանի տնտեսական աճի դանդաղեցմանը, տնտեսական աճին վնասող զարգացումներ կարող են լինել, ինչը շարունակվող գնաճի պարագայում կարող է սոցիալական լուրջ խնդիրներ առաջացնել։ Հետևաբար, եթե նաև փորձենք ամփոփել, մենք այսօր գտնվում ենք ոչ միայն արկա թանկացումների, այլ նաև սպասվող հնարավոր նոր մարտահրավերների ներքո։ Եվ հետևաբար այս պարագայում իրական սոցիալական եւ օբյեկտիվ գնահատված քաղաքականությունն առավել քան անհրաժեշտություն է, այդ թվում, ինչպես նշել ենք բազմիցս, օրինակելի պարագայում մարդկանց բնակչության եկամուտների համընդհանուր եւ պարբերաբար ինդեքսացիայի տեսքով։